Ողջույն, Մեդինֆո հաղորդման շրջանակներում այսօր խոսելու ենք տղամարդու անպտղությունից, իսկ մեր հյուրն է հոգեթերապևտ, սեքսապաթոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, Երևանի պետական բժշկական համալսարանի սեքսոլոգիայի ամբիոնի դոցենտ Մարատ Զաքարյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Այսօր խոսելու ենք շատ կարևոր մի թեմայի մասին, տղամարդու անպտղությունից։ Կասեք, ինչպես է տղամարդու անպտղությունը սահմանվում բժշկական տերմինով։ Շատ արդի թեմա է, ասեմ, եւ այս վերջին տարիներս ավելի շատացել են անպտղությունները կապված շատ հանգամանքների հետ, շատ գործոնների հետ, այդ թվում եւ օդի ես նկատի ունեմ ընդհանուր վիճակագրությունը համաշխարհային վիճակագրությունը եւ նկատի ունեմ մեր հանրապետության վիճակը, որովհետեւ եւ օդի աղտոտվածությունն է եւ ենթադրենք այս կարճ ասեմ, հետո ավելի կթվարկենք եւ ուրեմն ստրեսային վիճակներն է եւ ուտելիքի որակի որակով ուտելիքը չեն ընդունում մարդիկ եւ այլն եւ անպտղությունը սահմանվում է այսպես. եթե տղամարդը ուներ սեռական ակտ ռեգուլյար ամիսը մի քանի անգամ չի պաշտպանվում եւ այդ ընթացքում կինը չի հղիանում մոտավորապես 3 տարի, դա անվանում են արդեն անպտղություն, բայց փոփոխություններ են լինում, շատ հաճախ փոփոխություններ են լինում այս տարիքային առանձնահատկություններով, ենթադրենք հիմա ասում են 2 տարի, հետո ասում են մի տարի եւ այլն, բայց եթե վերցնենք այսպես, եթե ենթադրենք 37-38 տարեկան, 40 տարեկան կինը, այդքան էլ մոտավորապես կամ մի քիչ ավել պակաս տղամարդն է, մի 2-3 ամիս եթե չի առաջանում հղիություն, անպայման ստուգել է պետք, անպայման։ Այդ չսպասեն 2 տարի, 3 տարի, թե հանգարց կհղիանա ու չի հղիանում։ Արդեն տարիները անցնում են եւ հավանականությունը, հղիության հավանականությունը եւ կնոջ մոտ եւ տղամարդկանց մոտ իջնում է, նվազում է, այո, իջնում է։ Դրա համար ավելի ճիշտ կլինի մինչև ամուսնանալը այդ տարիքում, մինչև ամուսնանալը եւ աղջիկները կանայք եւ տղամարդիկ մի հատ նորմալ ստուգվեն, նորմալ սերմը ստուգի տղամարդը, սերմը նորմալ ստուգի, եթե կա ինֆեկցիաներ, եթե կա այս կամ այն հղիությանը խոչընդոտող ինչ-որ հանգամանքներ, անպայման բուժում ստանա եւ նորմալ գնա ամուսնանա։ Իսկ քանի տոկոսով է տղամարդուց կախված անպտղությունը։ Առաջ շատ առաջ, երևի անցյալ դարում դրանից առաջ ասում են ամեն ինչը կնոջից է։ Խեղճ կանանց վրա շատ մեծ sense տաբու էր դրված ամեն ինչով, բայց հետո կամաց սկսեցին արդեն ասել, որ ահա, տեսեք, տղամարդուց էլ կա։ Տղամարդու սերմը, թե չասում են մանավանդ Կովկասում, մանավանդ Հայաստանում, ոնց թե ես հանգարց անպտուղ լինեմ տղամարդ։ Դες բան չի լինի, բայց հետո տեսան, որ տղամարդկանց մոտ էլ անպտղությունների տոկոսը բավական բարձր է։ Մինչև 25% ասում էին, հետո կինը ավելի շատ էր, հետո սկսեցին հավասարվել, եկավ 50-50%, մոտավորապես 50-50%։ Պատկերացնում եք։ Եվ հիմա ասում են մոտավորապես այս ձև ասում են մոտ 30% ամուսինը, 30% կինը, այն մնացած 40%-ն էլ երկուսն էլ ուրեմն կարող է եւ անպտղություն երկուսի մոտ էլ լինի։ Իսկ պատճառները շատ են։ Տղամարդկանց անպտղությունների պատճառները մի քանի խմբերի են բաժանվում։ Առաջնային սեռական այդ առաջնային անպտղություններ, երկրորդային անպտղություններ, անպտղություններ կապված հորմոնալ համակարգի հետ, ենթադրենք տեստոստերոնը իջավ կամ այն հորմոնները, որոնք որ մասնակցում են սերմի առաջացմանը, կարող են իջնել, սերմի վիճակը կվատանա եւ շարժունակությունը եւ սերմնաբջիջների քանակը եւ այլն կվատանա ու
կառաջանա անպատվություն։ Այդ տեսեք շատ մեծ նշանակություն ունի եւ առաջին տեղերից, եթե ոչ առաջին տեղերից մեկը դա ստրեսային վիճակներն են։ Մարդը ստրես տարավ կամ գտնվեց քրոնիկ ստրեսային վիճակի մեջ, շատ հաճախ կարող է առաջանալ անպատվություն։ Ինչի համար? Որովհետեւ հորմոնների քանակը իջնում է, այնտեղ կան հորմոններ, ես չեմ ուզում մեկ առ մեկ այդ հորմոնների մասին խոսել, ինչ հորմոնը ինչ է անում եւ այլն, դա պետք չի, կան հորմոններ, որոնք որ ստրեսի ժամանակ առաջացնում են սերմի վրա բացասաբար ազդող հորմոններ են, սերմի քանակը որակական փոփոխություններ են լինում, որը որ կբերի անպատվության։ Պատկերացնում եք, բացի դրանից ստրեսները վատացնում են ընդհանուր նյարդային համակարգը, հոգեկան վիճակը մարդու, վատացնում են ամուսնական հարաբերությունները, վատացնում են ընդհանուր մթնոլորտը, ամուսնական մթնոլորտը վատացնում են, չեն ու նպաստում են այդ վատացման, արագացմանը, ուժեղացմանը, որը որ իրեն հերթին կարող է առաջացնել եւ սեռական խանգարում, եւ տղամարդկանց մոտ, եւ կանանց մոտ, դա շատ մեծ տոկոս է կազմում, որ չեն ունենում հարաբերություն, չեն կարողանում ունենալ, որը որ էլի կարող է անպատվությունների պատճառ դառնալ։ Իսկ կարող ենք տարիքը նաև պատճառ համարել, երբ որ տղամարդը ավելի հասուն տարիքում ամուսնու։ Անպայման։ Տղամարդու ենթադրենք 18-20-22 տարեկան տղամարդկանց սերմի վիճակը այն վիճակը չի, ինչ որ կա ենթադրենք 38-40-ի մոտ, 48-50-ի մոտ, 50-60 տարեկանների մոտ, 60-70 տարեկանների մոտ, իհարկե 60-70-ը կարող է ունենա, զավակ ունենա, չի բացառում ու շատ են դեպքերը, տարիքը շատ մեծ նշանակություն ունի, շատ մեծ նշանակություն ունի ինչ հիվանդություններով է այդ տվյալ տղամարդը տառապում, ինչ հիվանդություններ ունի, մարմնական հիվանդությունների մասին է խոսքը, սոմատիկ հիվանդությունների մասին է խոսքը, մեծ նշանակություն ունի եւ սիրտանոթային համակարգի հիվանդությունները, եւ թոքային պաթոլոգիաները, հիվանդությունները, եւ մանավանդ ես ուզում եմ շեշտել դիաբետը, շաքարախտի ժամանակ շատ օրգաններ կարող են խանգարվել, իրենց ֆունկցիան կարող է խանգարվել, մի քանի ուղղությամբ է ընթանում եւ սեռական խանգարումներ են առաջանում շաքարախտի ժամանակ եւ սեռական ցանկության խանգարումներ են առաջանում եւ սեռական ուրեմն ակտի բաղադրիչների խանգարումներ կարող են առաջանալ եւ էրեկցիայի խանգարումներ տղամարդկանց մոտ եւ այլն, սերմնաժայթման խանգարումներ, երբեմն առաջանում է այսպես կոչված ռետրոգրադ սերմնաժայթքում, սերմը ոչ թե գալիս է միզուկով դուրս է գալիս, այլ ընդհակառակ է գնում է դեպի միզապարկ եւ իհարկե անպատվություն կառաջանա։ Բացի դրանից նաեւ եթե տարիքային առանձնահատկությունները վերցնենք, գնալով պակասում է տղամարդու մոտ պակասում է հորմոնների քանակը, տեստոստերոնը իջնում է եւ տեստոստերոնի հետ պակասում են նաեւ այն հորմոնները, որոնք որ առաջացնում են սերմ արտադրություն են առաջացնում։ Ամորձու ուրեմն ամորձիների մեծ փոփոխություններ կարող են առաջանալ, այ հենց դիաբետի ժամանակ էլ դա կարող է առաջանալ, նյարդային խանգարումներ, անոթային խանգարումներ կարող են առաջանալ դիաբետի ժամանակ եւ մի քիչ մեծահասակ տարիքում այդ ուրեմն սիմպտոմները, նշանները ավելի ուժեղանում են, ավելի կուժեղանա սերմնարտադրության որակը կընկնի եւ դա իհարկե կբերի անպատվության։ Մեծ նշանակություն ունի կին տղամարդ հարաբերությունները, ստրեսներ չառաջացնեն իրար հանդեպ, անընդհատ կոնֆլիկտային վիճակներ չսարքեն, կներեք այս արտահայտությանս համար ընտանիքում, ընտանեկան կին, տղամարդ, տատիկ, պապիկ, ծնողներ եւ այլն երբեմն շատ կոնֆլիկտային իրավիճակներ են լինում, որը որ կարող է էլի նպաստել նյարդային համակարգի ուրեմն վատացմանը, ընդհանուր նյարդային մասին է խոսքը,
հոգեկան խնդիրներ կարող են առաջանալ, հոգեբանական մեծ խնդիրներ կարող են առաջանալ, ցանկ գործոններ են, որոնք անմիջապես կարող են ազդել սերմի վրա, սերմն արտադրության վրա։ Շատ մեծ նշանակություն ունի ինչ տեղորայք են ընդունում այդ մարդիկ, որտեղ կան պրեպարատներ, որոնք որ բացասաբար ազդեցություն կարող են ունենալ անմիջապես սերմի վրա, անմիջապես ամորձիների վրա եւ անմիջապես եւ քանակը կարող է սերմի փոխվել։ Բացի դրանից այդ պրեպարատներ կան, որոնք որ ազդում են սեռականի վրա մարդու, տղամարդու։ Սեռական խանգարումներ են առաջանում, սեռական թուլություն կարող են առաջանալ։ Այն մարդը տղամարդը չունեցավ սեռական ակտ, ոնց կլինի։ Եվ ինչպես նշեցի, այսքան բազմազան խնդիրների հետ զուգահեռ կա նաև ժառանգական խնդիր։ Հնարավոր է ժառանգական լինի այս խնդիրը, թե բացառենք։ Բոլոր հիվանդություններն էլ, տեսեք ինչ եմ ասում, բոլոր հիվանդություններն էլ ունեն ժառանգական նախատրամադրվածություն։ Ինչի համար, որտեղ օրինակ, ինչ ասեմ, տիֆ, ժանտախտ, գիտեք ինչ հիվանդություններ են, որ մասսայական մարդիկ կոչել, բայց կան ժառանգական գործոններ կա, իմունիտետը արտադրվում, ժառանգաբար գալիս այդ իմունիտետը, որը որ կարող է եւ այդ մարդը ժանտախտի այն կենտրոնում աշխատել չհիվանդանա։ Պատկերացնում եք, դա համար ասում եմ, բոլոր հիվանդությունները կարող են նախատրամադրվածություն ունենալ եւ դա իհարկե կառաջացնի նաեւ անպտղություն, որովհետև ասում են, տեսեք, իրանք ապրեցին, ամուսինները ապրեցին մի 5-6 տարի, երեխեք չեն ունենում, զավակ չեն ունենում, հանգարց եղավ։ Նույնը շարունակվեց նրա որդու կամ նրա աղջկա մոտ։ Նույն տրամադրվածությունը, նախատրամադրվածությունը նորից շարունակեց իրան զավակների մոտ։ Խնդիրը կա, դիմում են մասնագետին եւ արդեն հետագա ինչ ախտորոշում եւ բուժում է բա։ Մինչեւ այդ հարցին պատասխանելը կուզենայի էլի գործոններ ասի, որոնք որ շատ խիստ ազդում են սեռականի վրա եւ անպտղություններ են առաջացնում։ Թմրանյութերի օգտագործումը։ Չմոռանանք, որովհետեւ այս վերջերս էլ ավելի եւ աշխարհում շատացել է թմրանյութերի օգտագործումը, որը որ հորմոնալ խանգարումներ են առաջանում, սեռական խանգարումներ են առաջանում, ընդհանուր օրգանիզմի նյարդային եւ ամեն ինչ խանգարումներ են առաջանում։ Չմոռանանք ալկոհոլը, այդ տեսեք ես շեշտում եմ մանավանդ քրոնիկ ալկոհոլիզմի ժամանակ առաջանում են էլիսերական խանգարումներ եւ ամորձիների վրա հատուկ ալկոհոլը ազդում է ամորձիների վրա։ Եվ իհարկե նյարդային համակարգի վրա եւ վատացնում է ամուսնական հարաբերությունները, ընտանեկան հարաբերությունները, հոգեկան հարաբերությունները, կին-տղամարդ հարաբերությունները։ Չմոռանանք ծխախոտը։ Ասում ենք, հա, լավ է ծխախոտը, ծխում ենք էլի։ Չէ, էլիով չի։ Նիկոտինը եւ ոչ միայն այստեղ նիկոտինի մասին է խոսքը, այնտեղ չգիտեմ 20, 30, 40 ինչ որ քիմիական նյութեր կան, որոնք որ էլի սպეციფიկ յուրահատուկ հատկություն ունեն, յուրահատուկ վատացնում են սերմի վիճակը, վատացնում են ամորձիների վիճակը։ Հասկանալի է, որովհետև բոլոր վնասակար սովորությունները առաջին թիրախը կարող է լինել ամորձին։ Եվ այն մարդիկ, որոնք որ ունեցել են կամ ունեն կամ փոքր ժամանակ ամորձում կեղծ կրիպտորխիզմ կամ կրիպտորխիզմ, այսինքն դա այն հիվանդություններն են, որ ամորձին ոչ թե ամորձապարկի մեջ է, այլ բարձրանում է որովայնի խոռոչը։ Հետո իջնում է, դա կեղծն է, եթե բարձրանում չի իջնում, վիրաբույժները օպերացիա են անում, վիրահատում են եւ իջեցնում են ամորձիները։ Այնց մոտ ռիսկը ավելի մեծ է։ Իսկ եթե երեխան մի քիչ ավելի շատ մեծացավ, մի քիչ ավելի 4, 5, 6, 7, 8, 10 տարեկան եղավ ամորձիները որովայնի խոռոչում եղան, այդ ամորձիները ատրոֆիայի են ենթարկվում, արդեն բանի պետք չեն, դա պետք է հեռացնել։ Չհեռացրեցին, կարող է այնտեղ ուռուցքային պրոցես առաջանալ եւ այլն, շատ վատ բաներ կարող են առաջանալ։ Դրա համար փոքր ժամանակ փոքր երեխաներին անպայման ստուգում են ամորձիների արկայությունը ամորձապարկում։ Հասկանալի է։
մեծ նշանակություն ունի նաև այսպես կոչված վարիկոցելը, այդպիսի հիվանդություն կա ամորձիների, մանավանդ ձախից ավելի շատ է լինում ամորձիների երակների անոթների վիճակը, եթե վարիկոցելը կա, այդ հիվանդության մոտավորապես 30% այդ հիվանդությունը կարող է առաջացնել անպտղություն։ Սերմնաբջիջների ուրեմն շարժունակությունն է իջնում եւ քանակական եւ որակական կարող է փոփոխություններ լինել։ Գիտեք ինչ, այսպես որ շարունակենք մինչև լույս ես կարող եմ թվարկել գործոններ, որոնք որ ազդում են ամորձիների վրա, ընդհանուր տղամարդու առողջության վրա, որ դա էլ կարող է իրեն հերթին բերել անպտղության։ Շատ լավ։ Ցանկանում եմ նաև անդրադառնալ, եթե կա արդեն խնդիրը, հետագայում ինչ ախտորոշում եւ ինչ բուժման մեթոդներ է պահանջվում։ Առաջին հերթին ախտորոշման համար պետք է ստուգվի տվյալ տղամարդու սերմը, սերմնաբջիջները տեսնեն նորմալ է թե նորմալ չի այդ սերմի վիճակը։ Դեռ կան հատուկ պարամետրեր, հատուկ չափանիշներ կան, որոնք որ բնորոշում են։ Կա այդ անձնավորության տղամարդու մոտ ուրեմն անպտղություն թե չկա, բավարարում է թե չի բավարարում, որովհետև կարող է սերմը շատ լինի, սերմնաբջիջները քիչ լինեն, սերմնաբջիջները կարող է շատ լինեն, շարժունակությունը շատ քիչ լինի եւ չկարողանան գնան կնոջ ծովաբջիջը ծակեն, մտեն մեջը հղիացնեն։ Եվ այնտեղ էլի բաներ կան, նյութեր կան, որոնք որ պետք է շատ լինեն, որոնք որ նաև պետք է քիչ լինեն։ Եվ շատ մեծ նշանակություն ունի նաև անպտղությունների համար բորբոքային պրոցեսները։ Դա վերաբերում է եւ կանանց եւ տղամարդկանց, եւ եթե խոսքը տղամարդկանց մասին է, բորբոքային պրոցեսների շագանակագեղձի բորբոքումներ, միզապարկի բորբոքումներ, երիկամների բորբոքումներ են, միզուկի բորբոքումներ են, սպეციფიկ ինֆեկցիաներ են, գոնորեան է, տրիխոմոնադնի բորբոքումը, խլամիդիոզն է, ուրեապլազմա եւ այլն, այդ բորբոքի սնկային բորբոքումները, որոնք որ կարող են առաջացնել ամորձու աշխատանքի, այսպես ասենք, վատացում կարող են առաջանալ եւ սերմի քանակը եւ սերմի որակը կարող են փոփոխվել։ Դրա համար առաջին հերթին ուրեմն ստուգվում է սերմի վիճակը, տեսնենք ինչ վիճակ է։ Բացի սերմի վիճակը, ընդհանուր հորմոնալ ֆոնը պետք է որոշվել։ Հորմոնների վիճակը, այն հորմոնների, որոնք որ առաջացնում են սերմնաբջիջներ են առաջացնում։ Ամորձիների վիճակը պետք է սոնոգրաֆիա են անում, MRT են անում եւ այլն, դա ամեն ինչը պիտի որոշվի։ Մեծ նշանակություն ունի ստրեսների վիճակը։ Օրինակ այդ հիվանդները, որ մեզ մոտ գալիս են, անպայման ստրեսի հորմոնը մենք ստուգում ենք, անպայման բարձր է թե ցածր է։ Մանավանդ առավոտները, որտեղ գնալով կբարձրանա, մինչև ժամը 9-10 պիտի ստուգվի, որ տեսնենք նորմալ է թե նորմալ չի։ Ստրեսային վիճակի մեջ եղավ, ինչքան ուզում եք բուժումներ նշանակեք, այդ բուժումները այն արդյունքը կարող են չտալ, ինչ որ ստրեսների բուժումը։ Այդ նևրոզների, հիմա նևրոզ չեն ասում, օբսեսիվ կոմպուլսիվ խանգարումներ են ասում, այդ խանգարումների ժամանակ այդ վախի նևրոզներ, տագնապալի վիճակներ եւ այլն, այս ամեն ինչը կարող են առաջացնել ընդհանուր օրգանիզմի նյարդային համակարգի, հոգեկան համակարգի վատացում, որը իրեն հերթին տեսնում եք առաջնային եւ երկրորդային ճանապարհներով կարող են առաջացնել անպտղություններ։ Եվ կան հատուկ հորմոնային հիվանդություններ եւ ժառանգական հիվանդություններ կան, անուններ չեմ ուզում թվարկեմ, որոնք որ առաջացնում են այդ գոնադների, այդ հորմոնները կարող են առաջացնել անպտղություն։ Դրանց պակասը թեկուզ ավելցուկը կարող են առաջացնել անպտղություններ տղամարդկանց մոտ։ Մեծ նշանակություն ունի իհարկե նաեւ շագանակագեղձի ֆունկցիան, այդ որ ասում ենք մեր տղամարդկանց երկրորդ սիրտն է այդ շագանակագեղձը, չէ՞։ Եվ դա կարող է բերել շատ հաճախ կարող է բերել քրոնիկ բորբոքումները, սուր բորբոքումները եւ քրոնիկ բորբոքումները, եթե լրիվ չի բուժվում, մանավանդ սպეციფიկ այդ յուրահատուկ ինֆեկցիաներից հետո կարող են առաջացնել
շագանակագեղձի բորբոքում։ Իսկ այդ բորբոքումը շագանակագեղձը ինչ է անում, նյութեր են արտադրում, սերմը ուրեմն ամորձիներում որ արտադրում են, ասում է սերմնապարկի մեջ, սերմնապարկից սերմնաժայթման ժամանակ ամորձում բանի շագանակագեղձի միջով միզուկով դուրս է գալիս։ Շագանակագեղձը ունի հյութ, որը որ խառնվելով այդ պինդ մասսային ավելի ջրիկացնում է, ավելի այնտեղ հարստացնում է միկրոէլեմենտներով եւ այլն եւ դուրս է գալիս այնպես, ինչպես տղամարդիկ դա տեսնում են կամ կանայք էլ են տեսնում։ Եվ այդ սերմը արդեն ի վիճակի է հղիացնելու։ Բայց եթե շագանակագեղձի ֆունկցիան իջած է լինում, սերմի մածուցիկությունը կարող է շատ մածուցիկ լինի կամ շատ ջրի սերմ առաջանա, որը որ արդեն մածուցիկ եղավ սպերմատոզոիդների շարժունակությունը կքչանա։ Քչացավ, չի գնա հղիացնի։ Հասկանում եք ոնց է։ Բացի այդ, այ շագանակագեղձի բորբոքումները շատ անհանգստացնում են տղամարդկանց։ Ցավեր կարող են առաջանալ սուր բորբոքումների ժամանակ ջերմությունը կարող է 39-40 աստիճաններ բարձրանալ եւ բորբոքումները եւ մրսածությունը արդեն կարող են տեղը անի, կոչվում է բժշկության թույլ օրգանիզմի թույլ օղակ։ Շատ տղամարդկանց մոտ այդ թույլ օղակը շագանակագեղձն է։ Ոտերը մի քիչ ծառացեց, այնտեղ արդեն ցավեր կառաջանա։ Մեկի մոտ սիրտը, մեկի մոտ ենթադրենք թոքերը եւ այլն։ Բայց եթե շագանակագեղձն է, դա բավական տհաճություն կարող է պատճառել տվյալ տղամարդուն։ Իսկ երբ որ խոսում ենք բուժման մեթոդների մասին, դա միայն դեղորայքային է, թե նաև այլ բուժման մեթոդներ կան։ Առաջինը իհարկե պիտի հասկանանք ինչից առաջացավ։ Եթե կա ինֆեկցիա, եթե կա բորբոքային process, թեկուզ շագանակագեղձի, թեկուզ միզապարկի, թեկուզ միզուղիների, այսպես ասենք, բորբոքային process-ներ կան, առաջին հերթին այդ բորբոքային process-ները պիտի բուժվի։ Պիտի ստուգվի, ինֆեկցիաների նկատմամբ պիտի ստուգվի, բուժվի։ 1. Հորմոնները, ասացի, հորմոնները, այն հորմոնները, որոնք որ առաջացնում են սերմն են առաջացնում, սերմնաբջիջներ են առաջացնում, դա, եթե կա հորմոնային պակաս, եթե կա հորմոնային խանգարումներ, դա իհարկե պետք է բուժվի։ Եթե կա վարիկոցելեն, այդ որ ասեցինք, դա պետք է բուժվի օպերացիա, դա վիրահատական ճանապարհով են անում։ Շատ հեշտ օպերացիա է, վիրաբույժները անում են, ուրոլոգները անում են այդ օպերացիան, բացի այդ շատ հաճախ լինում է ամորձու ջերգողություն, հեղուկ է այնտեղ հավաքվում, ինչ-ինչ պատճառներով, դա էլ կարող է առաջացնել էլի այտուց, ամորձիների այտուց, շատ ցավոտ ջերմությունների կարող է բարձրանալ եւ այլն։ Այդ ուրեմն պաթոլոգիաները անպայման բուժման կարիք ունեն։ Հորմոնալ բուժումները հիմնականում այդ մի քանի հորմոններն են, տեստոստերոն եւ այլն, պրոլակտին, ֆոլիկուլո խթանիչ հորմոն եւ այլն, այդ հորմոնները պետք է ճիշտ նորմալ ստուգվի եւ նորմալ բուժում նշանակվի, եթե կա այնտեղ խախտում։ Անպայման։ Եվ չմոռանանք ստրեսները պետք է բուժվի։ Ստրես, ինչքան ուզում ենք հորմոնները բուժենք, բայց եթե ստրեսային մարդը անընդհատ ստրեսի մեջ ապրել, ենթադրենք վատ հարևան ունի, ենթադրենք ամուսնական հարաբերությունները վատ են։ Կեսուր, կեսար անի, զոնքաչ, չգիտեմ ինչ, իրար վատ հարաբերությունների մեջ են, հոգեկան, հոգեբանական վատ հարաբերություններ։ Ինչքան ուզում եք բուժում անցկացրեք, նորից վաղը միսօր այդ բուժումները ոնց որ թե կողք ակնում ու իրավոտ նորմալ սիրուն ամպատություն կարող է առաջանալ։ Այսինքն կարող ենք ասել, որ մենք բուժում նշանակում ենք անպայման առաջին հերթին հանգստացնող պրեպարատներ են, մենք անցկացնում ենք հոգեթերապևտիկ սեանսներ ենք անցկացնում, հիպնոթերապիայի սեանսներ, ինքնամարզման սեանսներ ենք անցկացնում, սխեմաներ ենք տալիս հիվանդներին, որ կարողանանք ստրեսային վիճակից այդ մարդիկ դուրս գան, որ կարողանան իրենց գոնե այդ ստրեսային վիճակից դուրս հանեն։ Երբեմն այսօրվա օրոք երբեմն կանչում ենք ծնողներին, տատիկ-պապիկին, որ
ովքեր որ այն կոնֆլիկտային իրավիճակի սուր իրավիճակներ առաջացնում են, իրենք են առաջացնում։ Խոսում ենք հետները, ասում ենք ինչ արեք, ինչ մի արեք, ինչ կարելի է, ինչ չի կարելի, որ կարգավորենք այս ամեն ինչը։ Եթե այդքան սուր վիճակներում, հոգեկան ծանր վիճակներում այդ մարդիկ ապրեն, ոչ մի անգամ էլ կարող է հղիություն չառաջանալ։ Ավելի քչանում է հավանականությունը։ Հենց դրա մասին էի ուզում խոսել, բացի սեքսապաթոլոգից, այսինքն զույգերը պետք է նաև հոգեբանական սեանսների եւ հոգեբանի մոտ հաճախեն, թե միայն սեքսապաթոլոգը բավական է։ Եթե խոսքը իմ մասին է, եթե կա իսկապես հոգեկան հարցեր, հոգեկան անպայման հոգեբուժների մոտ մենք խորհրդատվության ուղարկում ենք։ Եթե կա հոգեբանական հարցեր, զուտ հոգեբանական, որը որ պետք է հոգեբանը զբաղվի, ուղարկում ենք հոգեբանների մոտ։ Եթե կա հոգեթերապևտիկ կարգավորում, դա արդեն մենք անում ենք։ Հոգեթերապևտիկ այն իմաստով, որ այդ մարդուն բացատրենք, ասենք ինչից է առաջացել քո այս ստրեսային վիճակը, ինչ զարգացում ունեցավ եւ ինչպես անենք, որ այդ զարգացումը կանգնի դատեղը նորմալ կարգին մարդավարի հարաբերություններ լինեն, մարդավարի իրար հետ ամուսինները ապրեն։ Հասկանում եք։ Իսկ եթե խնդիրը բուն տղամարդու մոտ է, միայն տղամարդը պետք է այցելի մասնագետի, թե զույգերով կինն էլ պետք է անպայման այցելի։ Շատ լավ հարց, ես ճիշտ ասած այդ նախադասությունը ուզում եի հենց սկզբից ասեի, եկանք հասանք վերջում։ Ընդհանրապես անպտղությունը, ընդհանրապես սեռական խանգարումները զույգի խանգարումն է, տղամարդու կնոջ խանգարումն է։ Ընդհանրապես սեքսոլոգիան բաժանվում է երկու մասի։ Սեքսոլոգիա կոինդի, կոիտուս ունենալու, սեռական ակտ ունենալու կարողություն եւ սեքսոլոգիա գեներանդի, այսինքն զավակ ունենալու, պտուղ ունենալու հատկությունը։ Եթե կա կնոջ մոտ ինչ-որ խանգարում, ամուսինը պիտի պատասխան տա, ամուսնու մոտ կա, կինը պիտի պատասխան տա, այսինքն այդ զույգը միասին պիտի բուժվի։ Եթե կա գինեկոլոգիական խանգարումներ, անպայման մենք ուղարկում ենք, կա թե չկա, եթե զույգը եկա, մենք ուղարկում ենք գինեկոլոգների մոտ, թող իրենք որոշեն, նայեն, տեսնեն, դեռ հիվանդություններ կա, կնոջ մոտ չկա հիվանդություններ, ինչ վերաբերում է, եթե կա ամուսնու մոտ որևէ ինֆեկցիա կա, կնոջ մոտ չի հայտնաբերվում, համենայն դեպս, համենայն գինեկոլոգները այդ բանը շատ լավ գիտեն, համենայն դեպս մի փոքրիկ գոնե կինն էլ պետք է ստանա բուժում, պետք է ստանա գոնե պրոֆիլակտիկ բուժում ստանա, որ հանկարծ ենթադրենք այդ կնոջ իմունիտետը մի քիչ իջավ, մի քիչ մրսածություն եղավ, ջերմություն եղավ եւ այլն, կարող է եւ այդ ինֆեկցիան ի հայտ գա։ Դրա համար երկուսն էլ պետք է բուժում ստանան։ Բացի դրանից, այնտեղ պետք է ասվի ինչ անեն, երբ ունենան հարաբերություն, դա գինեկոլոգներն են բացատրում, սեքսոպաթոլոգներն են բացատրում, որ օրերը կնոջ որ օրերը ունենան հարաբերություն, որ ավելի հավանականությունը, այդ հղիանալու հավանականությունը ավելի բարձր լինի, որ օրը ինչքան ուզում են ունենան, ոնց ուզում են ունենան, կարող է եւ չկարողանան հղիանալ։ Սենց մի քիչ կուրիոզ բաներ են լինում։ Մեզ մոտ եկել են տենց ամեն օր այդ մարդիկ ունենում են հարաբերություն, ամեն օր կամ օրը մեջ կամ ամեն օր սերմը չի կարողանում հասցնի, որ նորմալ սերմ դառնա իրեն եւ ծավալով եւ քանակական եւ որակական նորմալ սերմ դառնա։ Դրա համար եթե սերմնաժայթքում եղավ 3-րդ, 4-րդ կամ 5-րդ օրերն 3-ից 5 օր պիտի անցնի, որ լրիվ 72 ժամվա ընթացքում սերմը վերականգնվի։ Կան տղամարդիկ, որ օրը մեջ ամեն օր ունենում են սեռական հարաբերություն, բան չկա, հղիություն չկա։ Ասում ենք, ոնց ես ունենում ամեն օր սերմը կա հասցնի, որ հարաբերություն ունենաս, որ կարողանաս հղիացնել, չես կարող։ Նոր ասում ենք, ինչքան պիտի անցնի, որ պիտի որ օրերը ունենան հարաբերություն։ Կամ էլ ընդհակառակը, բուժում են, ստուգում են ամեն ինչ նորմալ, ասում են, դուք հարաբերություն ունենում եք, մի քիչ կուրիոզ բան է, չէ՞, հարաբերություն են, ասում են, ոնց են ասում, այդ էլ է պարտադիր։ Չնայած հիմա տեսնում եք, որ
Էկո են անում, արտամարմնային հղիացումներ կա, բանը բավական մեծ արդյունք կա թեկուզ Հայաստանում, բավական լավ մասնագետներ կան, ես չեմ ուզում գովազդեմ ինչ-որ մի բժշկի կամ ինչ-որ մի բուժ հիմնարկություն, որ անում են շատ տեղեր, շատ լավ, նորմալ էկոն արվում է։ Եվ արդյունքները բավական բարձր արդյունքներ են ստացվում համաշխարհային վիճակագրության համեմատությամբ։ Հիմա ես չգիտեմ դա ոնց է, ինչ է, ինչ չի, թե մեր ինչի հետ է կապված, մեր տեղանքի հետ է, թե մեր բժիշկներն են, թե մեր երիտասարդությունն է, չգիտեմ, չեմ կարող այդ հարցին պատասխանել, բայց փաստը որ բավական լավ է զարգացած Հայաստանում էկո արտամարմնական հղիության հարցերը։ Իսկ ինչ եք նկատում, վերջին տարիներին մեր երկրում անպտղությունը անկում է ապրում, թե էլ ավելի է աճում։ Գիտեք ինչ, երկակի պատասխան կարելի է տալ։ Անպտղությունները շատանում են։ Ասեցինք ինչի, այդքան գործոնների մասին շատանում են, բայց եւ շատանում են, ավելի լավանում են, բուժման մեթոդներն են լավանում, տեխնիկան է լավանում, բուժման ստուգումներն են լավանում, համատեղելիությունն են լավանում, կին տղամարդը այդ սերմի եւ սերմի բջիջների համատեղելիությունն է լավանում, կարողանում են ստեղծեն այն մթնոլորտը, այն վիճակը, որ անպտղություն չառաջանա, որ հղիություն առաջանա, այդտեղ շատ մեծ նշանակություն է այդ երկու գործոնները, համ լավ, համ վատ, ոնց որ թե այսպես հավասարակշռված վիճակում են պահում։ Բարձացավ, ենթադրենք անպտղությունների քանակը, սերմի վիճակը վատացավ, կնոջ վիճակն էլ վատացավ, ինֆեկցիաները շատացան, չգիտեմ այդ աուտոիմուն պրոցեսները շատացան, որը կբերի անպտղության, բայց էլ սկսում են բուժել։ Էկո սերմը կվերցնեն, այնտեղ կնորմալացնեն ու կառաջացնեն կնոջ մոտ կառաջացնեն հղիություն։ Այսինքն կարծես թե մեկը մեկի տեղը լրացնում են։ Բժշկությունն ու արդյունաբերությունը, այսպես ասենք, այդ գազերը, չգիտեմ ինչ է։ Մթնոլորտային այս հագեցածությունը, այդ սմոգով հագեցվածությունը, որ գնում ես անտառ, գնում ես քաղաքից դուրս ես գալիս, կարողանես մի քիչ շունչը բացվում է, ոնց որ ասած, օդ կարող ես շնչել, բայց այստեղ մանավանդ ամառները, որ առաջ քամիներ են, հիմա քամի չկա։ Թե այն շենքերից է, որ սարկված է, բարձրակ շենքերն են, քամի չկա, քամին չի տանում այդ օդը։ Բայց այնուամենայնիվ լինում են դեպքեր, թե բժշկի ջանքերով, թե նաև պացիենտների ջանքերով, այնուամենայնիվ խնդիրը չի լինում բուժել, լինում են անբուժելի դեպքեր։ Լինում են, իհարկե լինում են։ Եթե առաջին հերթին կա ազոսպերմիա, այսինքն սերմնաբջիջները բացակայում են, փորձում են ունենալ, փորձում են պատճառը գտնել, գտան կբուժեն, եթե պատճառը չկարողանան գտնել, սիմպտոմատիկ բուժում են անցկացնում, ոչ մի բան կարող է եւ չստացվի։ Այդ ժամանակ արդեն ուղիղ ցույցված է արտամարմնային հղիությունը։ Կան պաթոլոգիաներ կան, որ բժշկությունը դեռ անզոր է այդ տղամարդուն մոտ վերականգնի լրիվ նորմալ վերականգնի սերմնաբջիջների որակական քանակական փոփոխությունները։ Ցավոք սրտի հիմա շատ են, քիչ չեն։ Եվ շարժունակությունն է շատ իջած, 10-15%, ոչ ավել, որ պետք է լինի մոտավորապես 25-30% պետք է լինի, 40-50% պետք է լինի։ Առաջվա համեմատությամբ, եթե մի 40-50 տարի առաջ սպերմատոզոիդների քանակը պետք է լիներ 20 միլիոն միլիլիտրում, ավելի շուտ առաջ ասում էին մոտավորապես 35-40 միլիոն, հիմա իջացրել են 40, հետո 20 միլիոն, 18-20 միլիոն, կրկնակի իջացրել են, կամ շարժունակությունը, ենթադրենք 20% է շարժունակություն, 15-20%-ը կարող է եւ չհեղիացնել, անպայման պետք է լինի մոտավորապես 40-45-48% պետք է լինի, որ հեղիացնի, առաջվա թվեր են ես ասում 40-50%, հիմա շատ իջացրել են այդ տոկոսները,
Միջացրել են էլի չի բավարարում, որ այդ տոկոսով հղիացնի։ Դրա համար արդեն արտամարմնային հղիություն կան։ Եվ մեր զրույցը ամփոփելով, պարոն Զակ, ինչ խորհուրդ կտաք եւ կանանց եւ տղամարդկանց միջև ամուսնանալ եւ արդեն ամուսնանալուց հետո որքան ժամանակ առ ժամանակ է անհրաժեշտ այցելել մասնագետին։ Մի քիչ, այսպես ասեմ, հարցի պատասխանը էլի երկակի հարցի պատասխան։ Այն տղամարդիկ, որոնք որ ընդհանրապես ոչ մի շփում չեն ունեցել կանանց հետ, կան, քիչ չեն։ Հիմա գալիս են իմ մոտ տղամարդը գալիս 35-40 տարեկան, ասում է աղջիկների հետ ոչ մեկի հետ չեմ եղել, ոչ մի հարաբերություն չեմ ունեցել, ոչ մի ինֆեկցիա չկա, ոչ մի բան չկա։ Բայց նա էլի պետք է ստուգվի, մի հատ տեսնեն ընդհանուր միզասեռականի վիճակը, տեսնեն սերմի վիճակը նորմալ է, նորմալ չի, այդ սերմը հորմոնների վիճակը տեսնեն։ Իսկ այն տղամարդիկ, որոնք որ շատ բուրըն, այսպես ասենք, կերպով ապրում են, սեռական կյանքով ապրում են, ունեն սեռական շատ զուգընկերներ, զուգընկերուհիներ եւ այլն ունեն, նրանք անպայման տարին մի քանի անգամ պիտի ստուգվեն։ Իսկ ամուսնությունից առաջ ես խորհուրդ կտայի, բարի խորհուրդը, որ ամուսնությունից առաջ եւ կինը եւ տղամարդը եւ աղջիկը եւ տղամարդը անպայման միած ստուգվեն եւ ինֆեկցիաները ստուգվեն եւ մնացած հարցերը ստուգվեն, որ տեսնեն նես չլինի ամուսնանալ, որ ընդհանրապես չկարողանան ունենալ սեռական ակտ, ուր մնաց այստեղ անպատության մասին է խոսքը։ Մենք տեսնենք ինչոց է, որ կարողանանք այդ մարդկանց այդ վիճակից հանենք։ Շնորհակալ եմ շատ, պարոն Զաքարյան, հետաքրքիր բովանդակալի զրույցի համար։ Խոսելու շատ բաներ կա, ասեմ, բավական շատ բաներ կա, մի քիչ ժամանակն է կարճ։ Այս հարցերի մասին կարող է խոսել մի քանի հաղորդում կարելի անել, ավելի մանրամասն, ավելի օրինակներով խոսել։ Ես օրինակներ չբերեցի, կարելի է օրինակներով խոսել, տղամարդկանց մասին էլ է խոսքը, կանանց մասին էլ է խոսքը, շատ կուրիոզ դեպքեր են լինում, շատ հետաքրքիր դեպքեր են լինում, համ ծիծաղելու, համ տրագիկ դեպքեր են լինում։ Շնորհակալություն, ես էլ եմ շնորհակալ։ Սիրելիներս հիշեցնեմ, որ այսօր զրուցում էինք սեքսապաթոլոգ, հոգեթերապևտ, բժշկական գիտությունների թեկնածու, Երևանի պետական բժշկական համալսարանի սեքսոլոգիայի աբիոնի դոցենտ Մարատ Զաքարյանի հետ։ Եղեք առողջ, իսկ մենք կհանդիպենք։